Ով է մեղավոր, ով անմեղ բանակցային գործընթացը տանուլ տալու համար, իշխանություն ընդդիմություն փոխադարձ մեղադրանքները շարունակվում են։ Մեկ ուղու վրա երկու իրականություն, հապկը կզինի Հայաստանին, եթե հարկ լինի։ Բարձր ջերմություն, թուլություն, հազ, Երևանը սուր շնչառական վարակների ճիրանում, քիչ տեղումներ, շատ ջրար, Սևանի էկոխնդիրները չեն լուծվում։ Հայաստանն ու հայ առաքելական եկեղեցին խորթուբոր ճանապարհին, վեհափառը մտահոգված է հակաեկեղեցական արշավով։ Եվ տարվա երկ 2025-ը անցնող տարվա ամփոփիչ մեգա նախագծում։ Բարի երեկո արգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 9-ին կընդունի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Գերմանիայի կառավարությունը հայտնում է, որ կքննարկվեն երկկողմ տնտեսական համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Իշխանություն ընդդիմություն փոխադարձ մեղադրանքների պակաս տարեվերջին էլ չի զգացվում Ազգային ժողովի Հայաստան, պատիվ ունեմ խմբակցությունները քաղաքացիական պայմանագրին մեղադրում են բանակցային գործընթացը տանուլ տալու Արցախի կորստի մեջ։ Իշխանությունը ի պատասխան ասում է հրապարակել են բանակցային փաստաթղթերը, իսկ որտեղ է Քիվեստի թուղթը պնդում են ընդդիմադիրները, հիշեցնում եկեղեցու շուրջ զարգացումները։ Տարվա քառորյաների եզրագիծը հատել է խորհրդարանը, պատգամավորները վերջին անգամ են եկել լրագրողների հետ ճեպազրույցի։ Իշխանական պատգամավորը սրտնեղում է, անցած օրերին կարևոր օրենքներ են ընդունել, առողջապահական համընդհանուր ապահովագրությունից մինչև կիբերանվտանգություն, նաև պարտադիր զինծառայության ժամկետն են կրճատել, իսկ լրագրողների հարցերը հիմնականում հակաեկեղեցական արշավի մասին են, եւ հարց Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանի մասին, ում դատարանը 2 ամսով կալանավորեց 7 տարվա վաղեմությամբ մի գործի շրջանակ ինչու միայն հիմա հիշեցին այն։ Նախ իշխանությունը չի հիշում քրեական գործերի կամ հանցագործությունների մասին եւ իշխանությունը չի զբաղվում դրանով, զբաղվում են համապատասխան պետական կառույցները, որոնք անկախ իշխանության որպեսին լինելու պետքա զբաղվեն այդ գործերով։ Իսկ ընդդիմադիրները մայր եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի նկատմամբ իրականացվողը ծաղր են համարում։ Հայաստան խմբակցությունից Արթուր Խաչատրյանն է բանաձևում ծաղր մարդկային բանականության նկատմամբ։ Արշակ Սրբազանին փորձեցին վարկաբեկեն։ Այսան չի ստացվում, Արշակ Սրբազանը ամուր է, պինդ է։ Վեհափառի թիկունքին է կանգնած, վեհափառը կանգնած է Արշակ Սրբազանի թիկունքին, եւ ահա ծնվում է մի խայտառակ, մի զավեշտալի մեղադրանք։ Պատիվ ունեմի ղեկավարն էլ վստահություն է հայտնում նմանօրինակ արշավներից եկեղեցին միայն ուժեղանում է։ Ես չեմ կարծում, որ վեհափառ հայրապետին կալանավորելու պարագայում մեր եկեղեցու հետևորդներից որևէ մեկի համար որևէ բան կփոփոխվի։ Որտեղ որ լինի վեհափառ հայրապետը, այնտեղ էլ կլինի վեհարանը։ Քաղաքական հարցեր ընդդիմությանը Արցախյան հակամարտության բանակցային փաթեթում, որ նորերս հրապարակեց կառավարությունը, չկար Քիվեստը, դժգոհում էին։ Ի պատասխան վարչապետը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե այդպիսի փաստաթուղթ չկա, չի էլ եղել, ուրեմն ինչից են խոսում ընդդիմադիրները, որտեղից մեջբերումներ անում։ Բարձա չէ, որ դա պատճեն է։ Որտեղից իմ անձնական արխիվներից, որոնք երկար ժամանակ պահել եմ։ Իմ սեփականությունն է, ծագման մասին ինչ խոսեմ։ Բայց եթե իշխանություններն ասում են, որ դա կեղծ փաստաթուղթ է, ուրեմն պետք է ասեն իրականությունը որն է։ Դարձյալ հրապարակված բանակցային փաթեթի մասին այս դեպքում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակի ուղված Ռուսաստանի առաջնորդին արձագանքել էր Պուտինը։ Այդ նամակի պատասխանը հույժ գաղտնի է, մենք հույժ գաղտնի փաստաթղթեր նամակի ամբողջ գործընթացն հույժ գաղտնի, բայց հրապարակային մենք բոլորս կարող ենք տեսնել դրա պատասխանը որն է։ Դրա պատասխանը եղավ այն, ինչ պարոն Աբրահամյանը նշեց, այսինքն սպառազինության ձեռքբերման համար հաստատված վարկի եւ աջակցություն։ Ընդդիմադիրը հիմնավորումների շարքը շարունակում է, հասնում նաև Լեռնային Ղարաբաղի հանրաքվեին, արձանագրում դիվանագիտական այդ ամրագրումներն էլ էին պատասխան։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Մեկ հարթակում երկու իրականություն ունենք հյուսիսի հետ հարաբերություններում։ Ավելի պարզ Հայաստանը շարունակում է ակտիվ առևտուր անել ԵԱՏՄ երկրների հետ, բայց որերորդ անգամ Երևանը հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին։ Արդյոք Ռուսաստանը կզինի իրենից հեռացող երկրին, եթե հարկ լինի, թեման Նայիրի Մուրադյանի տեսադաշտում է։
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների վերջին հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հայտարարեց անդամ երկրներին ռուսական զենքով զինելու մասին։ Հայաստանն այդ անգամ եւս չէր մասնակցում նիստին։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, հարց ուղեցինք պաշտպանության փոխնախարարին։ Ինչպես է արձագանքում Հայաստանը Պուտինի այդ հայտարարությանը։ Մենք ճիշտն ասած բաց ենք բոլորի հետ եւ այն պահանջարկը, որը Հայաստանի Հանրապետության պետք է, այն երկիրը, ով որ լավ պայմաններ կառաջարկի, կարծում եմ կարանք համագործակցենք։ Ռուսականի առումով ենթադրում եմ կոնկրետ, եթե ինչ որ զենք լինի, որը որ մեր կարիքները կբավարարեն, կարծում եմ որ բանակցություններ կլինի, որոշում կկայացնենք։ Ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստերին նաև պաշտպանության բարձրաստիճանների մակարդակով, սակայն նախորոք համաձայնություն է տալիս քննարկվելիք փաստաթղթերին։ Քանի որ մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին այս պայդրությամբ սառեցված է։ ՀԱՊԿ քարտուղարը հայտարարել էր, թե կազմակերպության կազմում մնալու մասին Հայաստանն իր դիրքորոշումը կհայտնի։ Փոխնախարարից հետաքրքրվեցինք, Հայաստանն այդ առումով հստակ դիրքորոշում ունի։ Ժամանակը գա դրա մասին կհայտարարեն։ Հայաստանը ձեռնպահ քվեարկեց ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևին, որով Ռուսաստանից պահանջվում էր անհապաղ, անվտանգ եւ անվերապահ վերադարձնել օկուպացրած տարածքներից բռնի դուրս բերված եւ տեղահանված ուկրաինացի բոլոր երեխաներին։ Ինչու է տարեցտարի ավելանում պետական պարտքը եւ որ ոլորտներին է ուղղվում հատկացվում պարտքով վերցված փողը։ Ասում են 8 միլիարդ պարտքը արտաքին աճել, ինչ է կարել, նայում եմ ձեր վրա, նայում ասում եմ, նայում եմ ձեր վրա, հասկանում եմ, թե չգիտեք ինչ են կարել։ Լավ, չենք ուզում ասենք, էդ էլ ասենք, զենք են կարել։ Զենք ենք արել։ Պարտքով ենք զենք արել։ Այո, պարտքով ենք զենք արել, ինչի, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից։ Ըստ փոխնախարարի ռազմաարդյունաբերության ոլորտում 400 միլիոն դոլարի կնքված պայմանագրեր կան։ Փոխնախարար Սարգսյանը համարում է, որ ռազմաարդյունաբերությունը Հայաստանում բավականին մեծ քայլերով առաջ է գնում։ Սարգսյանը հայտնեց, թե Հայաստանին մատակարարվում են ռազմաարդյունաբերական արտադրանքներ։ Որոշ շապրանքներ կան, որոնք որ դեռ ընթացքի մեջ են եւ կարծում եմ, որ հետագայում էլ ավելի մեծ արդյունքներ կունենանք։ Անընդհատ աշխատանք է ու մենք անընդհատ աշխատանք պետք է անենք, որպեսզի արդիականանանք։ Այսինքն չկա այնպես մի կետ, որ հասնենք ինչ-որ կետի եւ ասենք մենք այս կետով ավարտել ենք, դա մար տեխնոլոգիաները զարգանում է ու բանակում մենք նոր տեխնոլոգիաների կիրառությունը անպայման պետք է օգտագործենք։ Ռազմաարդյունաբերության ոլորտի փորձագետներն էին հայտարարել, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կան հատվածներ, որտեղ հայ զինվորները իրենց դիրքեր կարող են հասնել Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից զննում անցնելուց հետո միայն։ 2 օրվա սնունդ դրանից ավել չեն թույլ տալիս մտնելու, 2 պայստատոպ փամփուշտ դրանից ավել թույլ չեն տալիս մտնելու, մինչև չմտնի փոխարինող զինվորը այնտեղից դուրս չեն գալիս։ Ես նման տեղեկություն չունեմ, կարծեմ հարցում են իրականացրել եւ կպատասխանեն։ Ազգային ժողովի դիմադիրներն էին հայտնել, թե հայ-ադրբեջանական սահմանին դիրքապահների պակաս կա։ Փոխնախարարը նախ հերքեց այդ պնդումը, ապա նաև նկատեց, թեև ժամկետային ծառայության 2 տարին դարձրել են 1.5 տարի, սակայն դրան զուգահեռ ըստ պաշտպանության փոխնախարարի պայմանագրային զինծառայողների թիվն է ավելացել։ Նաիրի Մուրադյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Արչևում թողարկման երկրորդ հատվածն է, կվերադառնանք րոպեներ անց։ Բարձր ջերմություն, թուլություն հազ, Երևանը սուշնչառական վարակների ճիրանում, քիչ տեղումներ, շատ ջրառ, Սևանի էկոխնդիրները չեն լուծվում։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Տարին չորային է, անձրև չկա, հետևաբար լճերում էլ ջուր չկա կամ քիչ է կուտակվածը, զուգահեռ ծարավ հողը ջուր է ուզում, որ բերք տա։ Անհավասար այս հավասարումը լուծելու համար հարմար տարբերակը հաճախ Սևանից ջրառն է, ինչի հետևանքով ջուրը մի տարի իջնում, մի տարի բարձրանում է։ Արդյունքում էկոլոգիական լուրջ խնդիրներ է ունենում երկրի թիվ 1 ջրային շտեմարանը։ Սևանի մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է։ Լճի մակարդակը 1 աճում է, 1 նվազում։ Մարդ գլուխ չի հանում, ի վերջո ուրախանա թե տխրի։ Պատասխանատուները վստահեցնում են, որ ամեն ինչ անում են, որպեսզի ըստ ընդունված պլանի լճի մակարդակը հասնի 1903 մետրի։ Այդ նպատակակետը սակայն կարծես դեռ հեռու է իրականությունից։
Դեկտեմբերի 5-ի դրությամբ արդեն մակարդակը կազմում է 1924 մետր, որը եթե համեմատենք նախորդ տարվա նույն օրվա մակարդակի հետ, արդեն 18 սանտիմետրով ացած էր։ Եվ բնականաբար մինչև տարեվերջ կրկին մի քանի սանտիմետրով դեռևս մակարդակը կնվազի, այսինքն այդ բացասական տարբերությունը -17-18-ի սահմաններում կպահպանվի։ Լճի մոնիթորինգով զբաղվող մասնագետները նշում են, որ տարվա տաք ամիսներին մակարդակի բարձրացումն ու այս սեզոնի իջեցումը նորմալ երևույթ է։ Այլ բան, երբ այդ նորման գերազանցվում է։ Վստահեցնում են, որ պատճառը գլխավորապես կլիմայական է։ Այս տարի տարբերություն նախորդ տարվա գանանային վարարումների ընթացքում մակարդակի բարձրացումը համեմատաբար քիչ է եղել, որից հետո անկումը, որը սովորաբար նորմալ երևույթ է, պետք է աստիճանաբար մակարդակը նվազի իր առավելագույն նիշից հետո ավելի ինտենսիվ կերպով է տեղի ունեցել, պայմանավորված նախ եղանակային պայմաններով, հաջորդ արդեն արհեստական գործոններից եթե նշենք, համեմատաբար ավելի շատ քանակի ջրար տեղի ունեցավ, Արփա Սևանով ավելի քիչ ջուր է տեղափոխվել դեպի լիճ։ Բայց այս տարի կարծես բազմաթիվ առիթներով պաշտոնյաները հավաստում էին, որ նախատեսված հավելյալ ջրառից նվազ ծավալներ են վերցվել Սևանից եւ ընդհանրապես բարձրացրել են ջրերի կառավարման մակարդակը։ Փորձագետների կարծիքով սակայն պետական համակարգը վիճակագրությունը ներկայացնելիս ազնիվ չէ։ Դի վրա իրավիճակն այլ է, գետնի վրա այլ։ Եղել են տարիներ, ես դրա մասին նշում եմ, որ ձմռան ամիսներին մենք դիտարկել ենք Հրազդանի ուրեմն այդ որոշ մասերում, որ բերնեբերան կոպիտ ասած ժողովրդական լեզվով ջուր էր գալիս այս կողմ։ Հավանական նման գործողությունների պատճառը կարող է լինել բիզնես շահը։ Ի վերջո, ջուրը փող է, ներկայում բավականին մեծ փող։ Իսկ ջրային ռեսուրսների կառավարման թափանցիկությունը ըստ մասնագետների բազմաթիվ հացերի տեղիք է տալիս։ Իհարկե դրանք ունեն իրենց հետևում շահեր։ Գիտեք, հեկերի Հրազդանի հիդրոկասկադը եւ գյուղատնտեսության հետ կապված եւ այլն եւ դրանք կբերեն ուղղակի էկոլոգիական աղետի, որը իր հետ կբերի լուրջ խնդիրներ Հայաստանում։ Մասնագետներն ահազանգում են, ամենևին էլ չափազանցություն չէ, որ Սևանի գլխին կախված աղետը աննախադեպ կորստաբեր կարող է լինել։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Երևանի խորհրդանիշներից կասկադը կունենա ավարտական տեսք նախնական քննարկումներից մոտ 1 տարի անց արդեն շինհրապարակում քաղաքապետարանն ազդարարում է մասնավոր ընկերության հետ գործակցության մեկնարկը։ Կնքել են փոխգործակցության հուշագիր, հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ֆրանսիացի ճարտարապետը, ում առաջարկած տարբերակով Ջիմ Թորոսյանի կասկադ նախագիծը կհասնի իր վերջնակետին։ Կասկադի վերին հատվածը ի դեպ վերադարձվել է համայնքին, այստեղ քաղաքային իշխանություն մասնավոր գործակցությամբ կկառուցվի մշակութային հանգույց, որը կունենա կինո և թատերական դահլիճներ, ցուցասրահներ և ժամանակակից արվեստի թանգարան։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի համոզմամբ վերջնական տեսքով կասկադը մշակութային միջոցառումներով Երևանի քաղաքային կյանք կբերի նոր գույն և բովանդակություն, իսկ հանրային բաց տարածքներում կստեղծվի բարելավված միջավայր, երևանցիները կունենան վերականգնված լանջեր, նոր կանաչապատ տարածքներ։ Այս նախագծով մենք ավարտում ենք այն, ինչ չի ավարտվել, արդեն տևական ժամանակ է եւ մենք 4-5 տարի հետո կտեսնենք ավարտուն Կասկադ համալիր, որտեղ որ կունենանք նոր համերգասրահ դեպի քաղաք տեսարանով, դեպի ընդհանուր գեղեցիկ լանդշաֆտի տեսարանով, կունենանք ժամանակակից արվեստի թանգարան, որի կարիքը Երևան քաղաքը շատ սուր ունի։ Այս հատվածը փաստացի ոչ թե կլինի Երևանի քաղաքապետարանինը, այլ կլինի քաղաքինը, կլինի երևանցիներինը, բոլոր այն մարդկանց, ովքեր որ կհամարեն իրենց այս հատվածի տերը։ Սեզոնով պայմանավորված սուր շնչառական վարակները կրկին ակտիվացել են բարձր ջերմություն, թուլություն, հազ, քթահոսություն։ Այս շաբաթ նման ախտանիշներով մոտ 9000 քաղաքացի դիմել է բուժհաստատություն։ Նախորդ շաբաթվա համեմատ ցուցանիշն աճել է 1 ու 2 անգամ։ Հոսպիտալացվածների 90%-ից ավելին մինչև 18 տարեկաններն են։ Մասնագետները խորհուրդ են տալիս պարտադիր պատվաստվել։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներ անց։ Հայաստանն ու հայ առաքելական եկեղեցին խորթուբորդ ճանապարհին վեհափառը մտահոգված է հակաեկեղեցական արշավով եւ տարվա երգ 2025-ը անցնող տարվա ամփոփիչ մեգա նախագծում։ Մետեո աշխարհ ջերմաստիճանը կնվազի, ավելին հաջորդ թիվ։
Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Հաշված ժամեր անց հայկական շոու բիզնեսի աստղերը կլինեն մեկ բեմում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգայինում աննախադեպ շոու է սպասվում։ Հայտնի եւ սիրված դեմքեր հիթ դարձած երգերով, խելահեղ լուսային եւ պարային կատարումներով։ Եվ այսպես դեկտեմբերի 6-ին ժամը 18-ին տարվա երգ 2025-ը կամփոփի մեգա նախագիծը։ Արմենիայի հավատարիմ հեռուստադիտողը այն կարող է դիտել դեկտեմբերի 31-ին։ Խելահեղ շոու, անսպասելի պրեմիերաներ ու սիրված արտիստներ մեկ բեմում պատրաստվում են հայկական շոու բիզնեսի ամենահնչեղ ու խելահեղ իրադարձությանը։ Տարվա երգ 2025 մրցանակաբաշխությանը, որն արդեն երրորդ անգամ անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համերգասրահում աշխատանքը եռում է մրցանակաբաշխության հետ կապված վերջին շտրիխներն են հղկվում։ Անթերի շոուի ապահովման համար մասնակիցներն ու բեմական խումբը վաղ առավոտից փորձերի մեջ են։ Դրանք ընթանում են բարձր տրամադրությամբ, ներկայացվելիք բոլոր համարները ձայնի, լույսի եւ տեսաարտադրության շղթայում մանրակրկիտ ստուգում են անցնում։ Կազմակերպիչները խոստանում են, այս տարվա մրցանակաբաշխությունը լինելու է նախորդներից առավել դիտարժան։ Մի քանի հետաքրքիր համարներ կան, տարվա երկում միշտ այդ համարները առկա են, այսինքն անակնկալ պրեմիերաներ։ Օրինակ այս տարի ունենք վրացական խումբ շատ հետաքրքիր կատարումով, որը չի ուզի այս պահին փակագծերը բացել, բայց շատ հետաքրքիր համար է սպասվում։ Հայկական շոու բիզնեսի ամենաթեժ իրադարձությունը տարվա երգ 2025 մրցանակաբաշխությունը տարիներ շարունակ 2017 թվականից սկսած որպես փառատոն անցկացվել է Սոչիում, սակայն արդեն երրորդ տարին է, ինչ տարվա երգը տեղափոխվել է Երևան։ Տարվա հիթերն ընտրվում են YouTube-յան հարթակում միլիոնավոր դիտումների արձանագրման չափորոշիչով, սահմանվում են նաև հատուկ մրցանակներ։ Առաջին անգամ եմ մասնակցում տարվա երգին, շատ ողջերված եմ, քանի որ հենց այս առիթով եմ ժամանել Հայաստան, հրավիրված եմ հատուկ տարվա երգի համար։ Հուսով եմ հանդիսատեսի սպասելիքները կարդարացեմ ու ամեն ինչ շատ սիրուն կանցնի։ Այս տարի ես եւս նոմինացված եմ եւ ներկայանալու եմ եւ իմ շատ սիրելի հանդիսատեսի առջեւ ելույթ եմ ունենալու։ Երգը ես եմ գրել, հեղինակը ես եմ, թե բառերի եւ թե մեղեդին։ Հանում ես սիրտս տեղից տանում հեռու, ծով սիրտս դարձրել ես բարակ առու։ Տարվա ամփոփիչ մեգա նախագծի ընթացքում իրենց լավագույն հիթերով են ներկայանալու հայկական շոու բիզնեսի ամենաճանաչված եւ սիրված երգիչները։ Շոուն հագեցած է լինելու գերժամանակակից լուսային, ձայնային եւ վիզուալ էֆեկտներով։ Արտիստները կատարելու են իրենց հիթերը ինչպես միայնակ, այնպես էլ դուետներով։ Համերգին լինելու են նաեւ պրեմիերաներ։ Տարվա երգ 2023 եւ 2024 մրցանակաբաշխություններին 60-ից ավել երգիչ է մասնակցել։ Այս անգամ իրենց հիթերն են ներկայացնելու այնպիսի մեգա աստղեր, ինչպիսիք են Արկադի Դումիկյանը, Ռազմիկ Ամյանը, Դելիթը, Իվետա Մուկուչյանը, Արամեն Պետրին, Սոնա Ռուբենյանը, Արփի Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը, Կարո Այրումյանը եւ այլ շատ աստղեր։ Բարային բազմաթիվ համարներն ապահովելու են Ամարաս Dance Studio-ն եւ ռուսական հայտնի Todes Show բալետը, մի քանի հայկական բարային խմբեր եւս։ Այս տարվա մրցանակաբաշխությունը հագեցած է լինելու լուսային եւ գունային շքեղ լուծումներով եւ բարային հետաքրքիր բեմադրություններով։ Ամեն տարի նոր բեմադրություններ ենք ունենում, նոր արտիստներ ենք ինչու՞ չէ ունենում ու շատ սիրված պրոյեկտ է մեզ համար ու մինչ օրս ունեցել ենք շատ հիանալի համագործակցություն։ Արմենիա հեռուստաընկերությունը այսքանով չի սահմանափակվում եւ հեռուստադիտողին խոստանում է բազում անակնկալներով հագեցած եթեր։ Տարվա երգ 2025 մրցանակաբաշխությունը այս տարի նույնպես Armenia TV-ի հավատարիմ հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու դեկտեմբերի 31-ին։ Armenia TV-ն խոստանում է ապահովել նախատոնական ջերմ ու ուրախ տրամադրություն։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Չափանիշը որակ, ոչ թե քանակ, հենց այս սկզբունքով փոքր, միջին ու մեծ 150 ընկերություն, որոնք չեն խուսափել անցնել լաբորատոր ստուգումները, մեկ հարկի տակ են տոնելու որակի նշան բարձր գնահատականը։ Միջոցառումը կազմակերպել են որակի նշանն ու BS Cosmo ընկերությունները։ Որակի նշան Էքսպո 2025-ի մեկնարկը տրված է։
Առաջին անգամ Հայաստանում Meridian Expo կենտրոնում ներկայացված են ընկերություններ, որոնք իրենց քրտնաջան տարիների ազնիվ ու հետևողական աշխատանքի արդյունքում արժանացել են որակի նշան բարձր գնահատականին։ Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 150 ընկերություն։ Միջոցառման կազմակերպիչներն են որակի նշան եւ BS Cosmo ընկերությունները։ Մենք նախաձեռնել ենք այս պրոյեկտը, ասեց մեր քաղաքացիներին իրազեկելու լավագույն ապրանքանիշ, լավագույն որակ ներկայացնող ապրանքատեսակները BS Cosmo-ի առաքելությունը ոչ թե միայն խոշորներ հետ աշխատել, այլ նաև փոքր բիզնեսներին աջակցել տարբեր ծրագրերով եւ օգնել արտահանում կազմակերպել։ Էքսպոին ներկայացված են այն ընկերությունները, որոնք համարձակություն են ունեցել մասնակցել, անցնել լաբորատոր զննություն, փորձաքննություն, որակի վերահսկման իրական ստուգումներ։ Համարձակների շարքում փոքր, միջին եւ մեծ ընկերություններ են, ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ որակը ոչ թե քանակով, այլ սպառողի հանդեպ հարգանքով, ազնվությամբ ու բարեխղճությամբ է պայմանավորված։ Մեր ընկերությունը ունի երկու սկզբունք՝ անվտանգություն, բարձր եւ կայուն որակ։ Ուզում ենք մեր հաճախորդներին, մեր ժողովրդին մատուցենք մաքուր բնական 100%-ից կաթից պատրաստված կատնամթերք։ Oval Plastic ընկերությունն է, գործում է շուրջ 30 տարի, մի քիչ ավել։ Նպատակը ամբողջ պլաստիկի տեսակով ապահովենք ամբողջ հանրապետության պահանջարկը։ Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ոչ միայն ճանաչել լավագույններին, այլ նաև ծանոթանալ նորություններին, ժամանակակից լուծումներին եւ ընկերությունների առաջիկա ծրագրերին։ Էքսպոն կշարունակվի 3 օր։ Այցելուներին սպասվում են նաև անակնկալներ։ Դեկտեմբերի 5-ին ժամը 19-ին երեկոն իր անզուգական կատարումներով կզարդարի Իվետա Մուկուչյանը, իսկ դեկտեմբերի 6-ին բեմում կլինի Hayat Project-ը։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Այսօր աշխատավայրից ձերբակալել են Գյումրի քաղաքապետի տեղակալին եւ կոմունալ բաժնի պետին։ Քննչական կոմիտեն դեռևս մանրամասներ չի հայտնել։ Ամենայն հայոց հայրապետին էլ Մարսելում աղու հացով են ընդունել, նաեւ սուլոցներ են հնչել։ Այս եւ օրվա այլ կարևորը հաջորդիվ տեսաշարում։ Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը։ Մարսելի սրբոց թարգմանչած եկեղեցում հայտարարել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Վեհափառը մասնավորապես նշել է, որ այսօր մեր հայրենիքը եւ հայոց եկեղեցին անցնում են դժվարությունների ու մեծ մարտահրավերների միջով։ Անցնող 5 տարիների ընթացքում Արցախյան պատերազմի, Արցախի հայաթափման եւ մեր հոգեվոր մշակութային արժեքների ոչնչացման ուղղված Ադրբեջանի քաղաքականության հետևանքով դեռևս առնահոսում են ազգի զավակների սրտերը։ Շարունակում են բաց մնալ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայոթիների ազատ արձակման եւ չընդհատվող մշակութային ցեղասպանությունը կասեցնելու հարցերը, որոնք կարոտ են ամենքից միասնական ջանքերի եւ հետեւողականության։ Գլոբալ խաղաղության ինդեքսը հրապարակել է 2025-ի աշխարհի երկրների խաղաղության ինդեքսը։ Պետությունների ցանկում ներառվել է 163 երկիր։ Ըստ արդյունքների բազմաթիվ երկրներ մեծացրել են իրենց ռազմականացումը, մինչդեռ որոշ երկրների հաջողվել է պահպանել խաղաղությունը։ Հայաստանը ցանկի 58-րդ տեղում է, Ադրբեջանը 95-րդ տեղում, 109-րդ տեղում Վրաստանն է, 142-րդում Իրանը, իսկ Թուրքիան զբաղեցնում է 146-րդ տեղը։ Այսօր 6:30-ի սահմաններում միասնիկյան պողոտան տևական ժամանակ փակ է եղել խցանման պատճառով։ Վթարային իրավիճակ է եղել։ Ճանապարհի երթևեկելի հատվածում գազել մակնիշի միկրոավտոբուս է բռնկել։ Նկատենք, որ այս իրավիճակն այս պողոտայի համար աննախադեպ չէ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Եվ եղանակային կանխատեսումներ, ինչ սպասել հանգստյան օրերին, կպատմի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, մեթեոաշխարհ նախ Հայաստան, մեր երկրի մեծ մասում շաբաթը կանցնի առանց տեղումների, Կիրակի սպասվում են տեղումներ, առանձին լեռնային գոտիներում ձյուն, ջերմաստիճանը կնվազի մոտ 4-ից, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 3-ից 8 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 4-ից 9, Լոռիում 8-ից 11, Տավուշում 10-ից 14 աստիճան։ Հարհրատում Արմավիրում կդիտվի 6-ից 9,
Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 12-ից 16, Սյունիքի նախալեռներում 9-ից 13 աստիճան։ Երևանում շաբաթը կանցնի կայուն պայմաններում, Կիրակի սպասվում են տեղումներ, այս գիշեր կանխատեսվել է 1-ից 3 աստիճան ցուրտ, ցերեկը 6-ից 9, երեկոյան 2-ից 4 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, հեռու մի գնացեք, քանի որ վարքյաններ անց իմ հարցազրույցն է Յուքոմ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Երիկյանի հետ։ Բարի դիտում եւ խաղաղ գիշեր։